արտադրության ծրագիր նախատեսված է փոքր և միջին արտադրությունը կազմակերպելու համար։ Ենթադրենք դուք ունեք կահույքի արտադրություն կամ խմորեղենի կամ այլ արտադրություն։ Հիմա անհրաժեշտ է, որ գրանցենք մեր արտադրանքի համար օգտագործվող հումքը, աշխատատուժը և ծախսերը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մուտքագրել անհրաժեշտ հումքը, արտադրանք ստանալու համար նաև մեզ անհրաժեշտ է գրանցել մեր աշխատակիցներին, որոնք կմասնակցեն մեր արտադրության կազմակերպմանը, և արտադրության ստանալու համար անհրաժեշտ է լինում կատարել որոշակի ծախսեր, օրինակ լույս կամ վարելի կամ քսանյութեր։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև այս ծախսերը գրանցել։ Այսպիսով գրանցելով հումքը, աշխատակիցը և ծախսերը, մենք դրանք կարող ենք օգտագործել արտադրանք նախագծելու համար։ Օրինակ բազմոց պատրաստելու համար անհրաժեշտ է որպես հումք գրանցել փայտ, մեղ, պաստառ, ներկանյութ, որպես աշխատակից գրանցել կահույքագործ, բանվոր և որպես ծախս գրանցել օրինակ օգտագործված էլեկտրաէներգիա։ Այսպիսով նախագծելով բազմոցը մենք կիմանանք ինքնարժեքը, որը ձևավորվում է հետևյալ կերպ։ Օրինակ մեկ դիվանի պատրաստման համար ծախսվում է 3 մետր փայտ, 0.5 լիտր ներկանյութ, որոնք արժեքը օրինակ 5000 դրամ է։ Օգտագործվում է 2 հոգու աշխատատուժ և նրանց տալիս ենք 15000 դրամ աշխատավարձ, ինչպես նաև ավելացնում ենք դրան ծախսերը կամ թխվածքի արտադրության համար թխվածք պատրաստելու ինքնարժեքը օրինակ կազմում է 7000 դրամ, որից 3000 դրամը որպես հումք է ծախսում և ասենք ծախսերի և աշխատակիցների համար 4000 դրամ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ երբ որ գրանցենք արտադրանքի պատրաստում, ապա ավտոմատ մեր հումք բաժնից ավտոմատ հանի հումքը, քչացնի քանակությունը, աշխատակիցներին գրանցի աշխատավարձ, ծախսերում ավտոմատ կերպով ավելացնի ծախսեր։ Ծրագիրը ունի նաև արտադրանքի պատվերի գրանցման հնարավորություն, տեղափոխման համար անհրաժեշտ գրանցում, հաճախորդների գրանցում, որոնք մեր արտադրության բաղկացուցիչ մասերն են կազմում, և վերջում իհարկե հաշվետվություններ։ Այս հաշվետվությունները մեզ թույլ կտան հասկանալ, թե որքան հումք է մուտքը եղել, որքան դարել արտադրանք, որքան որպես ատխոտ դուրս է եկել և հասկանալ ինչքան հումք ունենք, որքան արտադրանք ունենք, որքան արտադրանք ենք վաճառել, որքանը տեղափոխվել է խանութ, որքանը որպես պատվեր է տեղափոխվել, տեսնել թե որ աշխատակիցը որքան գումար է ստացել կատարված աշխատանքի համար և այլ հաշվետվություններ։ Շնորհակալություն։